Ճիշտ ասավորեմ թղթերը։ Հարգելի գործընկերներ, Տիկին Մարիա Կարապետյան, երբ որ խոսում եք 92 թվականին Ռոբերտ Քոչարյանի մասին կամ Աննա Իսրայելյանի մասին, կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ օրինակ գայք խոսեք, թե Աննա Իսրայելյանը ձեր մասին ինչեր է գրում, ձեր անձնապես չէ, ձեր քաղաքական թիմի, կամ բազում այլ լրագրողներ ինչեր են գրում ձեր մասին, հղումարեք դրան, ու նաև իմ հորդորը ձեզ, հետևեք ձեր ՔՊ-ի էթիկայի կանոնագրքի երկրորդ կետին, ազնվություն ու պարկեշտություն, գործեք ազնվորեն ու հանրային գործունեության վերաբերյալ ներկայացեք միայն ճշմարիտ տեղեկատվություն։ Խոսում եք 92 թվականին, խոսեք, որ 92 թվականին, երբ որ Ռոբերտ Քոչարյանը իր վրա վերցրեց Լեռնային Ղարաբաղի պետական պաշտպանության կոմիտեի նախագահի պաշտոնը, մեր ԼՂ-ի 50%-ը տարածքների, շուրջ 50%-ը ադրբեջանական զինուժի տիրապետության տակ էր։ Հետո գիտեք ինչ եղավ, ոչ միայն ազատագրվեց, այլ նաև եղավ անվտանգության գոտիներ, կուզեք դուք ասեք գրաված տարածքներ։ Ու արդեն 19 թվականին ձեր կողքը նստած Սիսակը Գաբրելյան գնում էր Արցախի խորհրդարանից, նկար էր հրապարակում ու ասում էր մեր սիրելի Արցախ, չէ, մեր հայրենի մեր Արցախի խորհրդարանից։ Երբ որ դուք հղում եք անում լրատվականներին ու անհասկանալի մի բան ասում եք, այդ նույն տրամաբանությամբ ես ամեն օր գամ կանգնեմ ստեղ, խոսեմ, թե լրատվականները ձեր մասին ինչ են գրում։ Նորմալ չի էս երևույթը, գիտեք։ Երկրորդը, Տիկին Կարապետյան, հիշեք, որ ստվերի պես ձեզ հետևելու է, որ դուք գողացել եք ԲՀԿ-ի ձայները։ Երբ որ Տիկին Խամոյանն ասում է, շատ հիմնավոր է ասում, ասում է, գիտեք, երևույթ ինչու՞մն է կայանում, էլի տրամաբանությունը։ Ասում է, երկու ընտրատեղամասի ձայների արդյունքում դա ազդել է բոլորի խորհրդանում ներկայացված լինելու պատգամավորների քանակի վրա։ Բոլորի անխտիր։ Բայց հիմնական դրա շահառուն ու շահողը դուրս է եկել հենց ՔՊ-ն։ Այսինքն դուք ուզեք թե չուզեք, ստվերի պես ձեզ հետևելու, ասես պտտվելու եք ձեր ստվերին տեսնեք ու վեր թռնեք, որ դուք մանդատագող եք։ Մի նեղվեք դրանից։ Դա փաստ է, ու ամբողջ ձեր գործունեության ընթացքում այդ կեղծարի պիտակը մնալու է ու հետևելու է ձեզ։ Հիմա շարունակեմ։ Գամ ներողություն, պարոն Գաբրելյան, ձեր ընտրության հարցն է, ես շեղվեցի մի փոքր, գամ այդ խնդրին։ Ես ձեզ հստակ ձեզ հարց եմ տալիս, գիտեք, երբ որ ես խոսում էի, փաստեր էի ներկայացնում, ինձ ասում եք, սենց գալը ձեռքի շարժումով, ուղիղ ասեք ինչ կա։ Ես ուղիղ հարց եմ ձեզ տալիս, որ 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի ապագան ինչ է լինում։ Դուք եք իրավահաջորդը, այսինքն այդ հարցերը ուղղել եմ միայն ձեզ։ Ես ուղղելու եմ ձեզ, ասում եմ ինչ եք անելու դուք։ Հրապարակելու եք, չեք հրապարակելու։ Վերջապես պատգամավորի ու այդ հանձնաժողովի կարգավիճակի արժեքը ինքներդ նախկինում պետք է գնահատեք։ Եթե հասկանում եք, որ վերջնական արդյունքում չեք կարողանալու հրապարակել, որ հույժ գաղտնիա կամ ուրիշ խնդիրներ կա, չմտնեք դրա մեջ, չգտնեք դրա մեջ։ Ես շարունակեմ, պարոն Գաբրելյանին, ես օրինակ ուզում եի պատկերացնում եմ, որ դուք խոսելու եք վերջ անվտանգային խնդիրա մեր երկրում այս թմրանյութերի ահագնող վաճառքի ու տարածման մակարդակը։ Վերջապես Տիկին Խամոյանը ստեղ չէ, իր փոխարեն ես ասեմ, այն մի տոննա կոկաինն ինչ եղավ, ժողովուրդ, այն ԱԱԾ-ն որ տարավ։ Կարող է մի որ վաճառվում է, դա վաճառվում, էլի։ Մյուս հարցը, պարոն Ալեքսանյան, ձեր Հակոբյանին բացատրեք, որ էթիկայի նորմեր կա։ Հավայի խոսալը որս է։ Պարոն Մանուկյան, ուրեմն նախ դուք ինձ ցուցում մի տվեք, ես բացատրեմ, դուք ձեր ելույթն ունեցեք։ Վերականգնեք իմ րոպեները, ձեզ վերջին անգամ եմ զգուշացնում, շատ խիստ կպատասխանեմ, այդ ոճը շարունակեք։ Ուրեմն շարունակեմ, հաջորդը որ կա, պարոն Գաբրելյան, շնորհակալություն, որ խոսեցիք զինծառայողների ապահովագրության հիմնադրամում, որ հրապարակվում է տվյալներ։ Եվ նստած դահլիճում ես հեռախոսով տվեցի որոնում եւ ինչ պարզվեց, որ հիմնադրամի շահառուներ, այսինքն հատուցում տալիս են 20 թվականի սեպտեմբերից առ այսօր, տվյալները տվել եմ, քանի ընտանիք է շահառու, եւ այդ թիվը 5081 էր, որոնցից 4231-ը մահացած մեր հայրենիները, մնացածը մի փոքր միքս էր, այսինքն անհայտ բացակայող ճանաչված եւ զին հաշմանդամներ։ Իսկ օրենքի շրջանակում դա հստակ ամրագրվում է, որ զին հաշմանդամը այդ
հիմնադրամի առաջի հոգաբարձների խորհրդի անդամ եղել եմ ես ու լավ տիրապետում եմ։ Այսինքն այն մեր հայրենակիցներն են, որոնք որ աշխատունակ չեն, բայց այս հիմնադրամի շահառու նաև չեն այն զինծառայողները, օրինակ Ազատի զորամասի, օրինակ բազում մարդիկ, ովքեր դեռ չեն դիմի անհայտ կորած ճանաչվեն։ Այդ ընտանիքները հոգեբանորեն չեն հաղթահարել, որ իր զավակը կամ իր ամուսինը անհայտ կորած է։ Գիտեք ինչքան մարդիկ են ինձ մինչև հիմա նամակ գրում, որ մենք դեռ այդ հիմնադրամի շահառուներ չենք։ Եվ նաև այս տվյալները որ կա, որ ես ասում եմ 5081 ժողովուրդ։ Հաջորդը որ գամ, հղում կատարում եմ հիմնադրամին։ Հաջորդը որ գամ, ես ուզում եմ խոսել ոլորտները, որոնք որ լինելու են հանձնաժողովի իրանց օրենսդրական նաև կարգավորումներով, հանձնաժողովի տիրույթում, ոստիկանական գործողություններից ու նաև իրանց գնահատական տվողներից։ Գիտեք, երբ որ իմ անձնական օրինակն եմ ասում, ոստիկանը կարմիր բերետները ցույցմունք են տալիս, որ այո ընկած էր, ոչ մի բան չէր անում, արդեն ձեռնաշղթաները ձեռքին էր, գալիս խփում եմ ես։ Գալիս խփում եմ։ Այդ գործը գիտեք ինչ եղավ, պարոն Գաբրելյան։ Վերջին որոշում կայացրեցին, որ քննիչին փոխեն, որ այդ գործը փակեն։ Այսինքն ոստիկանական ուժերը այսօր կարմիր բերետները պիտի ծառայեն ժողովրդին, այլ ոչ թե իշխանություն պահելուն։ Ոչ թե իշխանություն պահելուն։ Ես ուզում եմ մի րոպե նշումները տեսնեմ, որ բաց չթողեմ, խոսեմ 25-օրյա վարժական հավաքների մասին։ Թարմ դեպք պատմեմ, քաղաքացին, ով որ ունի ընդդիմադիր հայացք, 2 օրով գնում է Վրաստան, հետ է գալիս, Վրաստանում գործ ունենալու պարագայում։ Հետ է գալիս, այդ մարդուն ոչ ուղարկում են ծանոթագիր, քաղաքացու, որը կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին, քաղաքացի, ով ապրիլյան պատերազմին իմ հետ կամավոր մասնակցել է, ով անհայտ կորած է եղել, ագին ուշ են իրան գտել անտառներից, ինքը կարողացել է այդ վերադառնալ, արդեն անցնում է շուրջ 20 օր կամ մի ամիս, ընտանիքի հետ գնում է արձակուրդ եւ օդանավակայանում ասում են ձեր ելքը փակ է, ոչ ծանոթագիր են տվել այդ մարդուն, ոչ մյուսն են արել։ Բանակի խնդիրները այդ նույն 25-օրյա վարժանքների հետ կապված լրատվականները տեսել եք հայտնի հոդվածը եւ այնուհետեւ ինչն էր զարմանալի, որ, այսինքն չգիտեմ, ասեմ ծիծաղելի թե զարմանալի, որ ԳՇՊՏ գնում է այդ նույն դիրքերը, ասում է, հա դե խնդիրները կա, բայց ամեն ինչ նորմալ է։ Չի կարելի ժողովուրդ, փաստերը, հանգամանքները չի կարելի խեղաթյուրել։ Եվ նորից հետ վերադառնամ դալիճում տիրող իրավիճակին, երբ որ փաստերը ներկայացնում եմ ես, սա նաև ՔՊ-ականներին հետևեք ձեր իսկ կողմից ասած բարեկրթության կանոններին։ Եթե դուք մտածում եք, թե ձեր անցած ճանապարհով կարող եք ինչ-որ մի բան ասել, դուրս եկեք այս շենքից, դիմում գրեք, ասեք եկեք դուրս խոսանք։ Այդ ինչ պահվածք է, նորից ինչ պահվածք էր ցուցաբերում։ Ես պարոն Ռուբինյանին, որ եկավ, ասել եմ, բարեվարկությունը ձեր մոտ ինչքան է տևում, ժամ է տևում, հələ կուսակցությանը գոնե մի շաբաթ տևեց, ստեղ ոնց որ էտել չտևեց։ Չի կարելի։ Եկեք ստեղ կլսեք պահվածքը ու մնացածը։ Եվ եւս մեկ անգամ, պարոն Գաբրելյան, հանձնաժողովը, որը որ պատրաստվում եք ղեկավարել, շատ կարևոր գործառույթ ունի իրականացնելու մեր երկրի, մեր պետության համար։ Եվ իհարկե ձեր անձնական որակները ես գնահատելու իրավունք չունեմ, բայց անցած ճանապարհը, որ դուք անցել եք, այնուամենայնիվ ես վերապահում ունեմ, որ ոլորտը եւ պատասխանատվությունը, որը վստահվում է ձեզ, իմ գնահատմամբ այդքան էլ չի համապատասխանում իրեր։ Շնորհակալություն,